Կենտրոնը Գերմանիայում է, բացվել այնից Գերմանիայում սկզբից։ Ինքը 72 թվականից, ինքը բավական հեղինակավոր կազմակերպություն է, տարբեր կարգավիճակներ ունի, ՄԱԿ-ում, Եվրախորհրդում, Էկոսոկի անդամ է եւ այլն։ Նույն ինքը Գերմանիայում շատ ճանաչված է, որպես հին կազմակերպություն, ըստ ում սովետիկ հանձնելու ժամանակվանից այդ կազմակերպությունը ոնց որ այդ բաներից ա եղել, ինչ որ ռուս ա եղել բացողը, մենք 2008 թվականին ենք միացել, ոչ թե միացել, մենք նկատենք բացել ու միացել ենք այդ ցանց իմանալով։ Մենք ինքներս շատ տարբեր ծրագրեր ենք արել, դե մեծ մասը ոնց իրավապաշտպան կազմակերպություն իրավունքների պաշտպանության հետ է կապված եղել։ Կոնկրետ այս ծրագիրը էլի ֆինանսավորվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից, մինչև ովքեր գրելու այդ կապչունեն սկսեցին գրել, բանետել էլի հետաքրքիր բան, իրանց հարցերը բանը, այն օրը Սիրուշոն առաջանկամյուտ էր գրել ու շատ ուրախացել էր։ Նաև այս ծրագրի շրջանակում, պետք է սարքենք գիրք Արցախահայերի պատմություններ, որտեղ արդեն մենք մինչև այդ սկսել էինք, գրքույկը ես որոշումներ ցանենք, որպեսզի ցույց տան, քանի որ ինքը ոչ քաղաքական է, ոչ եւ այլն, պետք է լինի, նշենք, որ այս մարդիկ բնիկ են եղել Ղարաբաղում, իր մայրն ապրել, հայրը, բան, որ ինչ որ բաներ պատմեն։ Հիմա երեխեքը սկսել են այս թեմաներով հարցազրույցներ անել, 20-30-ից ավելի նյութեր են հավաքել։ Այդ լինելու եւ մի հոգի պետք է գնա Գերմանիա 2 ամիս այնտեղ վերապատրաստվի, իրանք ունեն լրատվական բաժին, բավականին մեծ է կազմակերպությունը, 3 օր պետք է գնան Բեռլինում, էլի միջազգային կառույցներում, ուղղակի մի հոգի պետք է լինի աղջիկ։ Որ սպորտային կրթություն ունեմ, բայց հիմա խոսքը վերաբերում է վերագրությանը, որը սկսել եմ 93 թվականից, աշխատել եմ այս առաջի կուրսից, Հայզինգոր, Հայաստանի Հանրապետություն, հետո Հայաստան, երկրորդ մինչև 99 թվականի օկտեմբերի 27-ը եւ զորվեց մեր գլխավոր խմբագիրը, պատգամավոր դարձել Էլիկ Աբրամյանը, աշխատել եմ Հայաստան թերթում, հետո թերթը կործանվեց, գլխավոր խմբագիրը միասին, դիվանագիտական դպրոցում, աշխատել եմ Չեխիայում Հայաստանի դեսպանատանը, հետո սովորել եմ Բերկլի երաժշտական կոլեջում երաժշտագետ, իմ 4 կայք ունեմ, որոնցից 3-ը վերաբերում են ջազին և բլյուզին։ Ըստ ձեզ ովքերն ավելի շատ արտադրություն տարածում, լրատվամիջոցները, ուղղակի քաղաքացիները, սոցիալական ցանցերը։ Բոլորը։ Սոցիալական ցանցերը։ Քաղաքացիները երևի սոցիալական ցանցերի միջոցով։ Չէ, շփումների միջոցով։ Նաև։ Փորձենք դասակարգել, որը լինում է եւ միամիտ կամ պատահական ստեղծված եւ լինում է միտումնավոր մանիպուլյացիոն, ինչպես ընկերն նշեց, կողմից, որոնք ինֆորմացիայի սկզբնարկներ են համարում նաև Facebook-յան ստատուսները։ Օրինակ, ես սիրում եմ, կարծում դες համար հետաքրքիր կլինի, որ յուրաքանչյուր բանի մասին խոսելուց բերեմ օրինակներ, օրինակ, անցած տարի հոկտեմբերի 27-ին ԿԿՄՍ նախարարության կայքում ընդամենը 3 րոպեով հայտնվեց, բայց պատկերացրեք, որ 3 րոպեում մի քանի տասնյակ լրատվամիջոցներ տեսան այդ հայտարարությունը, որ աշնանային արձակուրդները երկարաձգվում են ևս 2 շաբաթով։ Ընդամենը 3 րոպե հետո այդ ինֆորմացիան հեռացվեց ԿԿՄՍ կայքից։ Բայց մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում մենք տեսել էինք, բայց հետո չենք տեսել, որ հեռացվել է, հրապարակել էինք այդ ինֆորմացիան։ ԿԿՄՍ նախարարությունը մի ամբողջ շաբաթ առավոտից 2 շրջագայականներ էր տարածում, տնօրենների նամակներ էր գրում, հերքում էր բոլոր միջոցներով, առանց բոլոր նյութերը միայն դրա մասին են, բայց մեր հասարակությունը ընդունել որ 2 շաբաթով ասել է հետաձգվում է։ Ասում կա լրատվամիջոցների միջև, թե յուրաքանչյուր օր
որ լրատվամիջոցներն ավելի շատ կարծում։ Եվ դա է պատճառ հանդիսանում, որպեսզի այդ պետության տված երկու տողանոց լուրը հավելվի դառնա երկու էջ, որպեսզի կարդան։ Հասարակության մեջ այդպիսի տպավորություն կա, որ եթե տեքստը մեծ է, ապա չեն կարդում։ Այդպես չի, որ կարդում է լրատվությունը, մեծ լինի թե փոքր կարդում է։ Իսկ մեծամասնության խնդիրը այն է, որ լրատվության մեծ մասը Facebook-ում կարդում է միայն վերնագրեր, դրան դա վերադառնանք։ Եվ բոլորը վերլուծական են, բոլորը մեկնաբան են, վերնագիրը կարդում են և միանգամից վերլուծում են։ Երբ որ լրատվամիջոցների մասնավորապես մեր էջի նյութերի տակ կամ խմբերի նյութերի տակ մեկնաբանություն են թողնում, թե եսի սենց չի նենցա, ես շատ հաճախ եմ իրենց խնդրում, թե բացեք կարդացեք, այդ ձեր ասած սենց չի նենցան, միայն մի բան է։ Իգը լրատվականներ կան, որոնք որ օրինակ լրատվությունից շատ հեռու են։ Ու այս բարագայում ես որպես օրինակ քաղաքացի ավելի նախընտրում եմ ինֆոները ստանալ օրինակ պետական գերատեսչությունների պաշտոնական կայքերից, քան հետևել օրինակ 15 լրատվականի։ Օրինակ իմ համար ավելի նախընտրելի է ես պետական գերատեսչությունների, պետական պաշտոնյաների հետևեմ X արտագով, իրենց է տեղադրած ստատուսները, հրապարակումները։ Լրատվամիջոցը պատասխանատու է, անձնական մենք էլի ես այդ մասին ասեցի, պետք է իրար հարում լրատվամիջոց ունենա փաստերի ստուգման, բաժին, հարթակ, որովհետև եթե դեռ իրեք հիշում եք, իրեք աղբյուրից վերցնի եւ այլ բլոգերին իր կարծիքն ասում։ Իր կարծիքը կարող է այսօր սենց, հա, լսիր, մեկ է հաջորդան իր կարծիքը փոխվում է։ Ամբողջը չէ՞ որ պետական գերատեսչության տվածը հալած յուղի տեղ ընդունում։ Դու կումիրը, մեծ հաշվով եմ էլի ասում։ Հետո այդ կումիրը տեսնես այս բանը ասում, գուցե արդեն դու էլ իրան ես հավատում, որտեղ ինքը քո կումիրն է, բայց լրատվամիջոց իրավունք չունի այս բանը անել։ Կարելի է այդ մասով մի բան հարցի մյուս մասը։ Ինչպես Բելան ասաց, որ բլոգերը ինչ է անում, իր կարծիքն է ասում, եթե կարծիքի համար անձը իրավունք ունի ավելի լայն կարծիք հայտնելու, չփախվելու, ապա տեղեկատվության այդ զրպարտության վիրավորանքի քաշքշուկներին գնահատողական դատողություններ ու կարծիքը ինք ավելի լայն շրջանակ է ապահովում քաղաքացու համար, այդ բլոգերի համար, բայց լրատվամիջոցի համար ինքը ավելի շատ բան է, գրաքննության լրատվամիջոցները ավելի շատ իրենք իրանց խոսքը գրաքննության են ենթարկում, նոր են, չէ, դուրս բերում հասարակությանը, որպեսզի այդ խնդրին չփոխվեն։ Հիմա կարծում եմ, որ քոնը չէր կարող լինել լրագրողական գործունեություն չէ, բայց ես ոչ թե ասում եմ գործունեությունն է լրագրողական, դրանք կգամ, հա, Նիկոլայ ջան, երբ որ խոսենք բլոգերի չէր այդ ամեն ինչը։ Ինչպես։ Իմ արածը օրինակ բլոգերություն չէր։ Չէ, ես չասեցի, որ կարծը բլոգերություն, ասում երբ որ գամ են թեմային, որ խոսեմ բլոգերի ու լրատվամիջոցների և որն է շատ ապատեղեկատվություն ու տարածում ու որի տարածած ավելի մեծ ազդեցություն ունի, այդ ժամանակ խնդիր կա։ Այդ որ մարդիկ տեսեն, որ մենք սաղորը չենք բացում կգմսը կայքը կամ ամեն րոպե թերթում թարմանա, որ տեսնենք ինչ է հրապարակում։ Ինքը ինչ որ հրապարակում է, բոլոր լրատվականները, որ աշխատում են բանի հետ, դա միանգամից գալիս է մեր մեյլերին։ Ինքը հետո երբ որ դա ջնջում է, բայց մեր մեյլից ինքը չի կարա ջնջի։ Դու եթե երևի ամենահետաքրքիր թեմաներից մեկին, բլոգինգին ու համադրենք դա լրատվամիջոցների հետ, հա։ Մի հարց տամ, եթե ձեզ հետաքրքիր է, գուցե բայց Սամվել Մարտիրոսյանը, Արթուր Պապոյանը այնքան շատ են խոսում խաբկանքների մասին եւ այլն, կուզեք դրա մասին շատ ծավալուն խոսենք, որ ինչպես խուսափել այն ապատեղեկատվություններից, որոնք մարդկանցից փող են գողանում, ես զարմանում եմ, որ գողանում են ու միլիոններ են գողանում։ Կառավարել Facebook-յան էջը եւ հատկապես Messenger-ը, որպեսզի նման հանցագործությունների զոհ չդառնան։
Եթե անգամ հարազատ մարդուց հաղորդակցություն եք ստանում լինքի տեսքով, չի կարելի բացել այդ լինքը, որտեղ մարդու հետ դու կարող ես շփվել նաև հեռախոսով։ Կայքեր են, դրանք կոչվում են թիթեռնիկ կայքեր, որտեղ նման կայքերը մի օրից ավել գոյություն չեն ունենում, բայց իրենք թիթեռնիկ ստեղծված կայքերը քաշում են քո քարտի համար գումարը։ Որպեսզի դրան չբախվել, պետք է լինքերը ամբողջական կարդալ, եւ եթե որևէ տար ավերական պակաս է, դա նշանակում է, որ ինքը քո ընկերոջ ուղարկածը չի, քո հարազատի ուղարկամիջոց հավատարմագրված ազգային ժողովում, դու մի անգամ կարող ես ինչ-որ սուտ տարածել, երկու անգամ, երրորդ անգամ, բայց հետո լրատվական բաժինները նույն ազգային ժողովի կասի, այս ինչ ես անում եւ իրավունք ունի ցանկացած պահի զրկելու քո մուտքը ազգային ժողով, հա։ Քաղաքացիները շատերը չգիտեն, ունեն ցանկացած գերատեսչությունից հարցում անելու իրավունք, այդ հարցման ձևաթղթերը Google օրինական ցանցերում եւ բոլոր գերատեսչությունների կայքերում կան, պետք է օգտվեն դրա իրավունքից, այդտեղ չվախենան իրենց անձնագրի սերիալը համարը գրելու, հեռախոսահամարը գրելու իրավունքից, պետք է